Այս սեղանի շուրջ կարող է միաժամանակ 3 բժիշկ դիպատի, մեկը ստեղ, մեկը դիպի հատվածում, մեկը այն կողմից եւ այստեղից մենք ընդերեցինք միանգամից օգտագործում ենք գեցվածությունը, բացինը, որը էլի առաջ գիտի։ Մյուս կողմից դա գազոջախ, տաք ճաշ, սուրճ, երբ որ երեխան գրկին է մեզ համար առաջնահերթություն էր, որ մեր վիրահատարանները, վերակենդանացման բաժանմունքները պետք է դառնան լավագույնը։ Եվ քանի որ այս կենտրոնը չի կարող չաշխատել եւ վերանորոգվել, մենք ընտրել ենք այս առաջնահերթությունների սկզբունքով, սկսել ենք տանիք հիմնարար վերանորոգման աշխատանքներ եւ հենց առաջինը ավարտեցինք այս բաժանմունքը, որոշ ուրեմն սենյակներ, հիվանդասենյակներ եւս ընթացիկ վերանորոգվել են եւ վերանորոգվում են, բայց մենք այսպես քայլ-քայլ ավարտելու ենք ամբողջական շենքի վերանորոգումն ու հագեցումը։ Ունենալու ենք այստեղ նաեւ բարձրակարգ պլաստիկ վերականգնողական բժշկության հատված, որովհետև մեր պացիենտները նաև բարդագույն դեպքերը հետագայում ունենում են կարիք նաև այս մասով եւ մեր մասնագիտական թիմն էլ, քանի որ առնչվում է ամենաբարդ քեյսերի հետ, իսկապես Հայաստանի լավագույն մասնագետներն են։ Հիվանդանոցը երկու մասնաշենքից է կազմված, մաշկային եւ այրվածքային, եւ մաշկային մասնաշենքը նույնպես շատ արագ վերափոխվում է եւ դառնում է այրվածքային բաժանմունք, ավելի թեթև հիվանդների համար։ Միայն այն շենքը, որտեղ մենք գտնում ենք, Ստեփանակերտի դեպքից 2023 թվականի սեպտեմբերի 25-ի դեպքից հետո ընդունեց 108 պացիենտ, իմ աշխատասենյակը մեկ օրվա ընթացքում վերափոխվեց պալատի, որտեղ 10 պացիենտ էր պարկած, մենք այդ մահճակալները բոլոր պաուստային ունենք, բնական է, ծավալել է ժամանակատևում, բայց երբ որ Աստված ոչ անի լինի նման դեպք, մենք կարող ենք մի քանի ժամվա ընթացքում այդ ամեն ինչը անել։ Պալատների մեծ մասը հագեցած են թթվածնով, անգամ եթե դրանք այս պահին չեն օգտագործվում, բայց այդ բոլոր կոմունիկացիաները կան եւ հարկ լինելու դեպքում ժամեր է տևում, որ մենք կարողանում ենք փոխվենք եւ ավելի մեծ ծավալ ընդունենք։ Ռեանիմացիոն բաժանմունքը 10 մահճակալից է կազմված, բայց էլի անհրաժեշտության դեպքում մինչեւ 30 մահճակալ մենք կարողանում ենք ծավալել